2024 թվականի հոկտեմբերի 9-ին ծեծի հետևանքով սպանված անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Պարզվել է, որ ծեծին նախորդող ժամանակահատվածում երիտասարդների միջև ծագել է վիճաբանություն, ինչից հետո պարզաբանումներ ստանալու համար կողմերը կրկին են հանդիպել։ Տուժող երիտասարդին դաժան ծեծի ենթարկելուց զատ հանցավոր խմբի անդամները գլխի վայր նրան գցել են փոսը, ինչի հետևանքով երիտասարդը մահացել է։ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին Մեղրի Երևան ավտոճանապարհի հատվածում մի խումբ անձինք վիճաբանություն սկսեցին, ինչի հետևանքով նրանցից մեկի առողջությանը պատճառվեց թեթև վնաս, իսկ մյուսի նկատմամբ կատարվեց ֆիզիկական ներգործություն։ Հաջորդ օրը խմբի անդամները պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպեցին ու սկսվեց ծեծկռտուք, որը ավարտվեց սպանությամբ։ Վայք համայնքի բնակիչները եւ Մասիս համայնքի բնակիչները 2024 թվականի հոկտեմբերի ամսին ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելու նպատակով վարձակալական հիմունքներով բնակվել են Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրում եւ հոկտեմբերի 8-ին վիճաբանություն է առաջացել նշված անձանց միջև, որը շարունակվել է արդեն հոկտեմբերի 9-ին կեսգիշերն անց ժամը 1-ի սահմաններում։ Արդեն հոկտեմբերի 9-ին ժամը 1-ի սահմաններում Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկում Վայք համայնքի բնակիչները վիճաբանել են Մասիս համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում փոխադարձ կռիվ է եղել եւ միմյանց հարվածներ են հասցրել այդ 4 անձինք եւ Վայք համայնքի բնակիչների հետ եղել է եւս մեկ անձ, որի ինքնությունում դեռևս քննությամբ չի պարզվել։ Եղբայրներից վրեժխնդիր լինելու համար երիտասարդները սպասել են ավտոճանապարհի հենց այն հատվածում, որտեղով վերջիններս պետք է անցնեին, եւ տեսնելով նրանցից մեկին կանգնեցրել են մի քանի հոգով հարձակվել ու սկսել ծեծի ենթարկել երիտասարդին։ Տվյալ վիճաբանության հետ կապված Մասիս համայնքի բնակիչներին պատժելու եւ նրանցից վրեժ լուծելու նպատակով արդեն Վայք համայնքի բնակիչները արդեն 2024 թվականի հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում իմանալով կոնկրետ տուժողների երթուղին նշված հատվածով անցնելու հանգամանքը եւ ժամանակահատվածը սպասել են եւ սկզբից եկող եղբորը կանգնեցրել են, ավտոմեքենայից իջեցրել, ծեծել են եւ իրենց շատ լինելու հանգամանքով պայմանավորված եղբորը ինտենսիվ ֆիզիկական ներգործություն ունենալով տեղափոխել են ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պատի մոտ։ Չսահմանափակվելով միայն ծեծկռտուքով երիտասարդները տուժողին գլխի վայր նետել են փոսը, ինչի հետևանքով էլ ստացված ծանր մարմնական վնասվածքներից տուժողը հիվանդանոցում մահացել է։ Վայք համայնքի վերնշված երկու բնակիչներ եւ քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք Մասիս համայնքի բնակիչներից մեկի ձեռքերից եւ ոտքերից բռնած վիճակում դեմքով դեպի ներքև դիրքով նետել են դեպի փոսը, որի հետևանքով տվյալ անձի առողջությանը պատճառվել է ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող 2024 թվականի հոկտեմբերի 11-ին տվյալ անձը Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է։ Տուժածի եղբայրը վարել է եղբոր ետևից եւ հասնելով նշանակետին տեսել է, թե ինչպես են մի խումբ անձինք եղբոր ոտքերից ու ձեռքերից բռնած գցում նրան փոսը։ Մասիս համայնքի բնակիչ եղբայրներից մեկին փոսը նետելու ժամանակ դեպքի վայր է մոտեցել նաեւ երթուղու մեջ գտնվող եղբայրը եւ տեսել է այն հանգամանքը, որ իր եղբորը քննությամբ դեռևս չպարզված երկու անձինք, ինչպես նաեւ Վայք համայնքի երկու բնակիչները ոտքերից եւ ձեռքերից դեմքով դեպի ներքև բռնած դիրքով նետել են փոսը։ Դա տեսնելուց հետո ավտոմեքենան կանգնեցրել է դեպքի վայրում, իջել է ավտոմեքենայից եւ Վայք համայնքի բնակիչները երկու հոգին եւ քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ միասին ծեծի են ենթարկել մյուս եղբորը եւ պատճառել առողջության թեթև վնաս։ Հանցանք կատարած անձանց մեղադրանքներ են առաջադրվել։ Վայք համայնքի վերնշված երկու բնակիչներին մեղադրանք էր ներկայացվել նաեւ խմբի կազմում Մասիս համայնքի բնակիչ հանդիսացող երկու եղբայրներից մեկին ապօրինաբար կյանքից զրկելու, իսկ մյուսին առողջության թեթև վնաս պատճառելու համար։ Երկու մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։